Ռուսաստանի Դաշնությունը այն դերակատարը չի, որ աջակցելու է մեր ժողովրդավարացման գործընթացներին կամ աջակցելու է մեր ինքնիշխանությանը։ Ակնհայտ է, որ դրա լրիվ հակառակն են անել։ Նաև հակամարտության լուծմանը ինչպես միանշանակ, որովհետև նախկինում տեսել ենք, որ Ռուսաստանը, գիտեք, սրա մասին միշտ խոսում եմ, Ռուսաստանը երևի այն դերակատարներից է, որը ամենևին հետաքրքրված եւ շահագրգռված չի, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հանգուցալուծում ստանա եւ ավարտվի, որովհետև տրադիցիոն Ռուսաստանի Դաշնության համար այդ հետսովետական տարածաշրջանում կոնֆլիկտները եղել են երևի ամենաէֆեկտիվ գործիքը այդ պետությունը իր ազդեցության գոտում պահելու, հա, որովհետև մանիպուլացնելով այդ թելերը քաշելով, հա, դու կարողանում ես ազդեցություն ունենալ այս երկրի վրա, այն երկրի վրա, նույնը Վրաստանում ա եղել, նույնը Մոլդովայում ա եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ դա բավականին էֆեկտիվ այդ գործիքը օգտագործել են, հիմա չի աշխատում նաև օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով Ռուսաստանը որևէ հաջողության չի կարողացել եւ չի կարողանալու կարծում եմ հասնել ուկրաինական ուրեմն դաշտում եւ սա խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի ազդեցությունը կամ Ռուսաստանի որպես դերակատար, հա, քաղաքական դերակատար էֆեկտիվությունը կորում է։